Մենք ձմերուկ ենք վաճառում, մեր սեփական ապրանքն է, այս տարի գոհենք, բերքից էլ, գնից էլ, նորմալ է։ Դուք եք մշակում։ Հա, մեր մշակած ապրանքն է։ Որտեղին նա կոնկրետ։ Մենք հողերը արենդավատ ենք արել, ներքին Չարբախի հողերն է, մի տարվա արենդով մշակում ենք, նորմալ։ Գոհ եք բերքից։ Հա, նորմալ է։ Իսկ եկամտից գոհ եք, մարդիկ առնում են։ Մարդիկ առնում են, եթե մի քիչ գինը հարմար լինի, այս տարի մի քիչ եղանակային պայմանները բարենպաստ չէին, բերքը քիչ էր, գինը մի քիչ բարձր է։ Ինչքան եք մոտավոր վաճառում։ Հիմա վաճառում ենք 170 դրամ ձմերուկը։ Նախորդ տարի ինչքան եք։ Նախորդ տարի շատ էժան էր։ Ժողովուրդը երևի չկարեցավ իրանց ծախսերը հանել, այս տարի մի քիչ նորմալ է գինը։ Անցած տարի այս վաղ 60-70 դրամ էր։ Իսկ ինչ խնդիրների եք բախվում այստեղ շուկայում, հող մշակելու ժամանակ, այ օրինակ նշեցիք, որ հողը վարձով եք վերցրել, կարողանում եք վճարել, գուցե վարկով եք վերցրել։ Չէ, խնդիրների եք հանդիպում։ մենք վարկի բան չունենք, մենք ենք մշակում։ Եթե դրսից ապրանքը էս Հայաստանի ապրանքը որ դուրս է գալիս, դրսից չներմուծեն, ասենք գինը պահի նորմալ, ժողովուրդը կարենա ծախի, իրանց եկամուտը, իրանց ծախսերը հանի նորմալ է։ Հիմա ես ձմերուկը մեր տեղականները արդեն հելել է, պարսկական ապրանքը լիքը նորից ներմուծել են, էլ պետք է Խանգարում է ձեզ։ անպայման։ Խանգարում է, որովհետև ինքը լճացում է, էլի առաջացնում, մի քիչ գինը իջնում է։ Պարսկականը ավելի էժան է, ավելի մատչելի է։ Պարսկականը ավելի էժան է, հա։ Բայց որակապես Դե որակապես մեր տեղականը ընտիր է, գերազանցում է, ուղղակի որ շատ է լինում, մի քիչ գինը էժանանում է, գյուղացին չի կարողանում էլ իր եկամուտը նորմալ ստանա։ Ասենք առնողը մի 20-30 դրամ որ թանկ առնի, ինքը շատ չի տուժվի, իսկ գյուղացին որ 20 դրամ ավել ծախի, ավելի շատ կարտադրի, ավելի շատ եկամուտ կստանա։ Իսկ պետության կողմից աջակցություն նկատում Չէ, եք։ պետության կողմից ոչ մի աջակցություն չունենք, սա մեր ուժերով է։ Խնդիրը որն է, չեք դիմում, թե իրենք չեն ընդառաջում ձեր դիմումներին։ Չէ, դե չենք էլ դիմել, ճիշտն ասած։ Չենք դիմել։ Մենք մեր հողերը մշակում ենք մեր ուժերով, մեր ծախսերով։ Εμի եղանակները նորմալ լինի, բերքը լավ կստացվի, լավ է, եթե չէ, այն էլ արդեն հսմատի բան։ Իսկ դուք Ռուսաստան արտահանում եք, թե չէ։ Չէ, Ռուսաստան մենք մեր ապրանքները չենք արտահանել։ Բայց ձեր վրա ազդեցություն թողնում Դե է։ ազդեցություն անպայման թողել է, որովհետև անցած տարի էս վաղ, ասենք ջերմոցի պամիդորը, բիբարը, բադրջանը աղագին բարձր էր գինը։ Այս տարի ամենաընտիր պամիդորը 60 դրամ է շուկայում, ջերմոցի, ասենք այդ մարդը գազ է վառել, այդ մարդը դեկտեմբեր ամսից մեջը աշխատուժ աշխատացել է, ծախսաժ արել, պետք է մի քիչ գին ունենա էլի, որ կարենա մարդը ապրի։ Իսկ երկար պրոցես է պահանջում, օրինակ շատ եք չարչարվում միջև աճեցնում եք։ Ահագին մի 4 ամիս երևակայի ավել տանջում ենք վրեն։ Սացիլից միջև տնգումներ, միջև ծախելը։ Մարտ ամսից դնում ենք միջև հունիս նոր հանում, այդքան դե ամեն օր ծախսերը էթա լագալա։ Ձեր միակ եկամտի աղբյուրն է, միակ զբաղվածությունն է։ Դե չի ասի, ուղղակի հիմի այս սեզոնին սրանով ենք զբաղվում։